Տեղ ունեցավ եւ քննարկման արդյունքներով առաջարկը հետեւյալն է, որ պահպանվի հանձնաժողովի 5 անդամ կազմը, հանձնաժողովի նախագահը առաջին կազմի կազմավորման շրջափուլում առաջին կազմը նախագահը 5 տարի, կառավարության 2 առաջադրումները 4-3 եւ իշխող եւ ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրվող հանձնաժողովի անդամները 2-ական տարով։ Ընտրում եմ այս առաջարկությունը քվեարկության դրվի եւ դրական դիրքորոշման դեպքում նաեւ միջև քննարկումը խմբագրումը այդ տեսքով դի։ Շատ բարի, մենք ձեր առաջարկը լսեցինք, քանի որ մենք հիմա դեռ շարունակում ենք գտնվել հիմնական զեկուցողին հարցեր տալու փուլում, մենք արձանագրում ենք ձեր առաջարկը, որ քվեարկության կդրվի այլ առաջարկների հետ զուգահեռ։ Ես հարցադրում հնչեցնեմ, այլ հարցեր հիմնական զեկուցողին չունեք։ Այդ պարագայում արգելի գործընկերներ, ես էլ ներկայացնեմ հարակից զեկուցողի տեսակետը հարցի վերաբերյալ, երբ թե իմաստ չունի ընդգծել, թե ինչքան կարևոր է այս ոլորտի կանոնակարգումը, հատկապես այն իրավիճակում, որի հետ բախվում է Հայաստանի Հանրապետությունը կապված եւ թվային տեխնոլոգիաների օգտագործման եւ ընդհանրապես կիբեր տիրույթում առկա խնդիրների լուծման եւ կիբեր հիգիենայի պահպանման տեսանկյունից կառավարությանը եւ կառավարության գործընկերներին հաջողվել է բավականին լավ եւ հիմնավոր նախագիծ ներկայացնել։ Իհարկե նախագիծը որոշակի առումով նրա մասն է, որպեսզի ստեղծվի մի մարմին, որը եթե շատ անկեղծենք նման օրինակը չունի Հայաստանի Հանրապետությունում, դրա համար մենք փորձում ենք շատ դեպքերում անալոգիա կիրառել այլ մարմիններից, ընդհանուր ինքնավար մարմինների տրամաբանությունը հիմք ընդունելով։ Շատ կարևոր է, որ մենք կարողանում ենք նախատեսել այնպիսի լուծումներ այս նախագծի շրջանակներում, որը թույլ կտա ոչ միայն իշխանության, այլ նաև ընդդիմությանը մասնակցային եւ գործընկերային դիրքորոշում ունենա այս հանձնաժողովի ձևավորման հարցում։ Իհարկե որոշակի առումով մենք չենք կարող չբարձրացնել այն հարցը, որ քաղաքծառայության համակարգից հրաժարվելը տվյալ պարագայում դրական պետք է գնահատվի, շատ անկեղծ եմ ասում պարոն Հայրապետյան, ոչ թե նրա համար, որ ես համարում եմ քաղաքացիական ծառայության համակարգ Հայաստանի Հանրապետությունում կայացած, այլ որովհետև կարծես թե մենք փորձում ենք մի կողմից նվազեցնել քաղաքացիական ծառայության, այլ քաղաքացիական ծառայություն չհանդիսացող այլ ծառայությունների տեսակները, ընդ որում ասեմ եւ այլ։ Դե տեսեք, մեծ քաղաքծառայությունը չպետք է գործեր աջակցող, տեսեք տրամաբանությունը հետեւյալն է, որ քաղաքացիական ծառայությունը որպես հանրային ծառայության տարատեսակ եւ պետական մարմիններում առկա գործունեության ծառայության հիմնական տեսակ պետք է տարածել բոլոր մարմինների վրա հաշվի առնելով առանձնահատկությունները։ Ես շատ լավ գիտակցում եմ, որ սա արվում է նաեւ նրա համար, որպեսզի մենք կարողանանք անհրաժեշտ եւ բավարար մարդկային ռեսուրսներ ներգրավենք, որպեսզի այս կառույցը կայանա, բայց ընդհանուր առմամբ պարոն Հայրապետյան, ձեզ էլ որպես կառավարության ներկայացուցիչ եւ մեր կառավարության այլ մեր գործընկերներին պետք է ասեմ, որ այս խնդիրը շարունակելու է մնալ եւ մենք երևի թե առաջիկայում պետք է մի փոքր վերանայենք մեր դիրքորոշումները քաղաքծառայության համակարգի վերաբերյալ, մի կողմից կրճատում ենք ծառայության տեսակները, մյուս կողմից ավելացնում ենք նոր ծառայության տեսակներ եւ սա խնդրահարույց է դառնում, թեև շատ լավ եւ շատ հստակ գիտակցում եմ, որ կոշտ մոտեցումը հատկապես այս մարմնի ձևավորման հարցում կարող է խոչընդոտ հանդիսանալ։ Բարձրագույն կրթության պահանջի բացակայության հետ կապված պետք է ընդգծեմ, որ ինչքան էլ պարադոքսալ սա չթվա, հատկապես IT ոլորտում անձանց ներգրավումը չպայմանավորելը բարձրագույն կրթության պահանջով շատ կարևոր է, որովհետև թեև հումորային կհնչի, բայց իրականությունն է, Microsoft-ի հիմնադիր Bill Gates-ը ընդամենը վերջերս ստացել բարձրագույն կրթություն, վերջերս նկատում եմ 15 տարի առաջ, թեև իր ընկերությունը հիմնադրել եւ բավականին մեծ արդյունքների է հասել շատ ավելի վաղ։ Դրա համար մենք հատկապես այս ոլորտում, այս IT ոլորտում պետք է հնարավորինս զերծ մնանք այդ չափանիշներից։ Հարգելի գործընկերներ, ես հարակից զեկուցողի անունից դրական կարծիք պետք է արտահայտեմ նախագծի վերաբերյալ այն առաջարկներով հանդերձ, որոնք
հնչեցվել են այստեղ եւ ընդունվել են կառավարության կողմից եւ առաջարկում եմ դրական քվեով արժանացնել նախագիծը։ Եթե ունեք հարցադրումներ ինձ որպես հարակից զեկուցողի, սիրով պատասխանեմ, եթե ոչ, ապա անցնենք մտքերի փոխանակությանը։ Հարցեր հարակից զեկուցողին չկան։ Ելույթների համար հերթագրում, ելույթներ չկան, եզրափակիչ ելույթի կարիք ես չեմ տեսնում, պարոն Հայրապետյան, դուք տեսնում եք եզրափակիչ ելույթի կարիք։ Ընդամենը երկու դիտարկում։ Լիովի կիսում եմ ձեր անհանգստությունը կամ մտահոգությունը առհասարակ քաղծառայության ինստիտուտի գործունեության էֆեկտիվության հետ կապված եւ ես ի պատասխան ձեր հնչեցրած հարցադրման պիտի ասեմ, որ հանրային կառավարման բարեփոխումների օրակարգը շարունակում է մնալ ակտուալ եւ շատ ստույգ խնդիր է դրված կառավարության ներսում օր առաջ իրականացնել այդ բարեփոխումները պետական կառավարման համակարգի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Ինչ վերաբերում է պարոն Մինասյանի առաջարկին, մենք դրական ենք, ներդիրքորոշումը դրական է, դրանով պայմանավորված մեր առաջարկների փաթեթից առաջարկում եմ հանել անդամների նոր մարմնի հանձնաժողովի անդամների 5 թիվը 6 սահմանելու առաջարկը, որովհետև նաև տրամաբանական առումով անտրամաբանական կլինի, որպեսզի մենք համաձայնելով այդ առաջարկին, այլուհանդերձ առաջարկենք հանձնաժողովին քվեարկել նաև այս առաջարկի օգտին։ Պարոն Մինասյան, հետո էլ ասում եք իշխանություն գործընկերային չի, տեսնում եք ինչ լավ եւ կոմպրոմիսային լուծումներ է ստացվում, եթե մենք կարողանում ենք համատեղ աշխատել։ Շատ բարի, շնորհակալություն, արգելի գործընկեր, եթե չեք առարկում, ես խնդրեմ։ Շնորհակալություն պարոն Հայրապետյանին այս արդյունավետ քննարկում անելու համար։ Մենք պայմանավորվեցինք ձեր հետ նաև, որ հետագայում այս ինքնավար մարմինների հանձնաժողովների մասով ինքնավարությունը ավելի ամրապնդելու, ուժեղացնելու ուղղությամբ դեռևս պետք է շարունակենք աշխատանք տանել։ Ես դες ավելի անկեղծ ասեմ, իմ կարծիքով վաղ թե ուշ մենք պետք է ունենանք ինքնավար մարմինների ձևավորման սկզբունքների մասին օրենք, որովհետև ազգային ժողովը ունի ընդհանուր իրավասություն ձևավորել ինքնավար մարմիններ, բայց սկզբունքները, թե ինչպես, ինչ եղանակով, ինչ կարգավիճակով, ինչ առանձնահատկություններով պետք է դրանք ձևավորեն, պետք է օրենսդրական կարգավորումներ ստանան։ Ես առաջարկում եմ առանձին քվեարկության դնել պարոն Մինասյանի առաջարկը եւ պարոն Հայրապետյանի կողմից ներկայացված փաթեթը այնուհետև լրամշակված նախագծին օգտին քվեարկել կամ քվեարկել դրա առնչությամբ։ Քվեարկության դնում պարոն Մինասյանի կողմից ներկայացված առաջարկը, որը հնչեցվել է առաջարկի հեղինակի կողմից, ով է կողմ առաջարկի ընդունմանը, դեմ, ձեռնպահ, միաձայն առաջարկը ընդունվեց։ Պարոն Հայրապետյան, այս առաջարկով հանդերձ ես պետք է հարցնեմ ձեզ, դուք դնում եք նախագիծը քվեարկության լրամշակված հանձնաժողովի կողմից քննարկված եւ ձեր կողմից ներկայացված եւ ընդունված առաջարկներով հանդերձ, եթե այո, ապա մենք պարզապես կազմակերպենք քվեարկությունը։ Այո։ Հարգելի գործընկերներ, քվեարկությանը դրվում կառավարության կողմից ներկայացված կիբերհամընդամության մասին, հանրային տեղեկությունների մասին եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը լրամշակված հեղինակի կողմից ներկայացված հանձնաժողովի կողմից ներկայացված եւ հեղինակի կողմից հանձնաժողովի կողմից ընդունված եւ հեղինակի կողմից եւս ընդունված առաջարկներով ով է կողմ նախագծերի փաթեթի ընդունմանը դեմ ձեռնպահ միաձայն հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նշված նախագծին շնորհակալություն եմ հայտնում բոլորին շահագրգիռ քննարկման համար հարգելի գործընկերներ շարունակենք օրակարգում ընդգրկված այլ հարցերի քննարկումը